վաղը ուրեմն տեղի ունենալու արտահերթ կառավարության նիստ, նրանք ոչ միայն երկարաձգելու են 2 ամսով 40,000 դրամ աջակցությունը, որոնց մասին բավականին երկար ժամանակ է խոսացել ենք, այլ ընդունել են այն պահանջները, որոնք որ խորհուրդը ներկայացրել է կառավարությանը, պատրաստ են բարելավել եւ մենք թղթի վրա ներկայացրել ենք այն բոլոր կետերը, որոնք որ բարելավման կարիք ունեն, առաջին հերթին բնակարանային ծրագրի մասին կուզեմ խոսել, միևնույն ժամանակ ընդունել են, որ աջակցության այս ծրագրերը չի գործում եւ նրանք խնդրել են մեզանից մեր կարծիքը թղթի վրա իհարկե, մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, առաջիկայում համատեղ աշխատելու ենք եւ առաջիկա 10 օրվա ընթացքում խորհուրդը հանրությանը ներկայացնելու է կատարված աշխատանքի մասին, որից հետո մեր հայրենակիցները կգնահատեն մեր աշխատանքը եւ եթե կարիք լինի երկրորդ հանրահավաք անելու, բնականաբար մենք կաշկանդված չենք եւ գնալու ենք այդ ճանապարհով։ Իսկ ինչ վերաբերվում է խորհուրդը հետագա իր գործառույթը ինչպես է իրականացնելու, դուք տեղյակ եք, որ մի քանի օր առաջ նախագահ Շահրամանյանը պատրաստակամություն հայտնեց, որ պատրաստ է Նայիրի Զարյանում ներկայացուցությունում տեղ տրամադրել, մենք երկար ենք քննարկել, իրականում ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ, բոլորդ գիտեք, եւ կարծում եմ մենք կորոշենք եւ մեր հետագա գործառույթը կիրականացնենք ներկայացուցությունից։ Այո։ Ես իմ խոսքում նշեցի, որ վաղը տեղի է ունենալու արտահերթ նիստ, կարծում եմ դա եւս այն քայլն է կառավարության կողմից եւ միևնույն ժամանակ մենք կաշկանդված չենք նորից հանրահավաք անելու եւ մեր պահանջները ներկայացնելու, մենք ընդառաջ ենք գնացել կառավարությանը, քանի որ կարող են կետերով ներկայացնել, քանի կետով իրենք հետքայլ են կատարել եւ ընդունել են, որ բարելավելու կարիք ունի այս ծրագրերը։ Խոսել ենք գոտիների մասին, խոսել ենք յուրաքանչյուր անձի համար, ինչպես գիտեք, գործում է 3, 4 եւ 5 միլիոն ծրագրերը յուրաքանչյուր անձի համար, ընդունել են, որ կարող ենք շեմը բարձրացնել։ Եվ իհարկե գոտիները միայն նշեմ, որ պատրաստ չեն քննարկել Երևան մայրաքաղաքը, բայց մենք պնդելու ենք, որ Չարենցավանը եւ Աբովյանը Արբանյա քաղաքները եւս ներգրավվեն այդ 4 միլիոն յուրաքանչյուր անձի համար եւս բարելավելու կարիք ունի, ընդունել են։ Այո։ Թեմեն լրագրողները ստինավարությունը երկար ժամանակ ինչ վրան է այստեղ տեղադրված է, անընդհատ ասում են արցախցիների պայքարը, արցախցիների վրանը եւ այս ամեն ինչը մի տեսակ ներկայացում է որպես արցախցիների համընդհանուր բողոքի ակցիա եւ համընդհանուր պահանջատիրության հարցը։ Արդյոք այս ամեն ինչով արցախցիները բավարարվում են եւ մի քիչ ակնկալիքները շատ են, էլի։ Ընդհանուր մինչեւ իշխանափոխության պահանջ է ակնկալվում արցախցիներից, իմաստացում է, որ 1-2 պահանջ սոցիալական բավարարելու խոստում տալով արցախցիները հետ կայացնեն։ Ես կուզենամ նշել, որ մենք ի սկզբանե հայտնել ենք խորհրդի դիրքորոշումը, մնացած մյուս 11 կետերի վերաբերյալ մենք շարունակելու ենք մեր պայքարը, ընդհանուր համաձայնության եզրեր են գտել, քանի որ արցախցիներն ունեն այսօր հրատապ խնդիրներ, բոլորից համար դա ակնհայտ է եւ այս մասով ընդառաջ են գնացել, որպեսզի արցախցիները ամեն ինչ անենք, որ մեր հայրենակիցները դրսում չմնան եւ միևնույն ժամանակ չարտագաղթեն։ Իսկ ինչ վերաբերում է պայքարելուն, խորհուրդը իր դիրքորոշումը չի փոխել այս մասով։ Խոսք գնաց իշխանափոխության մասին, կուզեմ հետեւյալն ասեմ, շատ ուղիղ, իշխանությունը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, ճիշտ է։
Եվ այս մասով կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրենց դիրքորոշումը պետք է առավել ակտիվ հայտնեն։ Արցախցիները ո՞ր երկրի քաղաքացիներ։ Եվս Հայաստանի Հանրապետության, բայց դուք գիտեք իշխանությունների կողմից ինչպիսի անջրպետ է մտցնվում, հատկապես այս մեկ ամսվա ընթացքում ուզում եմ նշել, որ բազմաթիվ կեղտոտ քարոզություն է տարվել արցախցիների մասով, որ արցախցիները եկել են իշխանափոխություն են պատրաստում անել, չգիտեմ, նմանատիպ քայլեր վստահ եմ դուք էլ տեղյակ եք։ Այդ մասով չէի ցանկանա մտնել այդ դաշտ եւ պետք է խնդրեմ, որ խոսենք միայն օրակարգի